Բարի երեկո, հարգելի բարեկամներ, այսօր Քարաունջ հայագիտական կենտրոնի 78-րդ հանդիպումն է։ Հանդիպումները, ինչպես միշտ, կազմակերպում ենք Հայաստանի ճարտարապետության և շինարարության համալսարանի հետ համատեղ։ Այսօր մեծ սիրով ներկայացնում եմ մեր բանախոսին, ով ինձ համար յուրահատուկ մի մարդ է, Գրիգոր Բեգլարյանին, քարտեզագիր, աշխարհագրագետ, Ատլաս հայաստանյաց աշխարհի գրքի հեղինակ և այդ տիտանական աշխատանքը, որ դուք միանձնյա կատարել եք, որը մի մեծ գիտահետազոտական ինստիտուտի աշխատանք է, դուք մենակ արել եք դա, իմ խորին հարգանքը և երախտագիտությունը ձեզ։ Գրիգոր Բեգլարյանը նաև Կիլիկիա նավի բոցմանն է, և այսօր մենք կխոսենք հայ նավագնացության, նավաշինության պատմության մասին։ Հարցերը ինչպես միշտ վերջում, խնդրեմ համեցեք պարոն Բեգլարյան։ Շնորհակալություն, Հանա ջան։ Ուզում եմ մի անգամից զգուշացնեմ, որ այո, ճամփորդության մասին ոչ այնքան ճամփորդության մասին եմ խոսելու, որքան դրան նախորդող տարիներին եւ աշխատանքին, որովհետեւ ինչպես է այս ամեն ինչը սկսվել։ Շատ հետաքրքիր ձևով է սկսվել, ուրախ եմ նաև, որ այսօր էլ կան այդպիսի երեխաներ։ Մենք յախտա էինք պարապում, Արագաստանավի քշելու ձևերի սովորում էինք Սևանում, մի քիչ չի համապատասխանում իմ խոսելը, բայց ոչինչ։ Սևանում ուրեմն պարապում էինք այդ գործը, ճամբարը Քյավառում էր գտնվում, ու կամաց-կամաց, մենք էլ 18, 19, 20 տարեկան տղաներ և աղջիկներ էլ կային մեր մեջ, կամաց-կամաց ուրեմն մեր հասունանալու հետ, մեր խելքներում, մեր մտքերում հասունացավ նաև այդ հարցը և այդ միտքը, իսկ ինչ պատմություն կարող էր ունենալ Հայաստանը նավերի հետ կապված, ծովագնացության հետ կապված, որովհետև կան 3 հատ հսկայական լիճ, Վանը, Սևանը, ճիշտ է Ուրմյան կանդրադառնանք, որ պիտանի չէր նավագնացության համար, բայց էլի հսկայական լիճ էր, կային գետեր, բավական լուրջ գետեր, Եփրատ, Արաքս, Տիգրիս, Կուր և այլն, և վերջապես կար Կիլիկիա, որը ծովի ափին էր և որը առնվազն 300-400 տարի գոյություն է ունեցել որպես պետություն։ Ընդ որում գոյություն է ունեցել այն ժամանակ, երբ որ արդեն աշխարհը պետություն հասկացողությունը ուներ եւ բավական լուրջ արդեն նորագույն իմաստով էր, հա, դրան վերաբերում։ Այս մարտահայում ենք։ Ուրեմն եւ կամաց-կամաց սկսեցինք դրա մասին հոդվածներ ճարել, մանգալ կարդալ, ինչ կա գրած հայ նավագնացության կամ հայ նավերի մասին, նկարներ ճարել, մանրանկարչության մեջ, միջնադարյան նկարչության մեջ եւ այլն, օրինակ Թորոս Ռոսլինի մանրանկարներից մեկն է, որի հիման վրա էլ հենց Կիլիկիա նավը կառուցվել է այլոց թվում։ Ինչ որ առնչություններ, ինչ որ հիշատակումներ եւ այլն, մի սարսափելի, հա, ու եկանք այն ուրեմն անակնկալի, որ սարսափելի մեծ քանակությամբ կա տվյալներ եւ կա ինֆորմացիա այդ ամեն ինչի մասին, որը բացարձակ երբևիցե որևէ մեկը ձեռք չի տվել։ Չի հետազոտել, չի ուշադրություն դարձրել, ոնց որ եղել է, անցել գնացել է։ Օրինակի համար ասեմ ձեզ, ասենք ամենավառ բաներից մեկը, որ ասում է Սլանատա я и не заметил։ Գրիգոր Նարեկացու «Իե» գլուխը գրքի ամբողջությամբ նվիրված է նավաբեկմանը։ Մանրամասն նկարագրելով նավի խորտակման եւ նավի բեկման եւ նավի քայքայման մասին,
քայքայման պատմությունը, ընթացքը։ Եվ դրանից ուրեմն Բագրատը սկսեց եւ շարունակեցինք։ Դրանից մենք նույնիսկ կարողացել ենք միջնադարյան հայկական նավաշինական տերմիններ ուրեմն հայթայթել, բացի ասենք կայմ արագաստ, հա, այդ բոլորին հայտնի, բոլորը, բայց ասենք թե ապավանդակ, որ պարան, որը կայմին կապում է նավակթի հետ, նավախել, ասենք կարմա բառնա ռուսերեն, հարյուրավոր տերմիններ բանարեցինք, ասպես, հա, սայլի վրա էլ կա, ճիշտ է։ Այս նոր բան ենք անում, նավի բանն է, կմախքի հիմնական ուրեմն ողնուցը, ողնափայտը, այս փայտն է, դրա հիման վրա կառուցվում է ամբողջ նավը, սա 89 թիվն է, Սևանի ափին, այս տղերքից կեսը չկա էլ, Սևանի, այ հրազդանը, որ սկսվում է, հրազդանը դուրս է գալիս Սևանից, այս մեր փայտերն են, որը մենք ուրեմն կիսում էինք, լավ, մի քիչ անկապ կստացվի, բայց այս կողմից այն կողմից կպատմեմ։ Մենք նաև տեսեք սարքում էինք բանով, հին ձևով, ոչ մի բենզոպիլա, ոչ մի բան։ Սեպերը խրում էինք, ջրում էինք, սպասում էինք չորանա, ճղում էինք եւ այլն եւ այլն։ Ընդ որում փայտը մեզ նվիրել են ուրեմն մեր ֆիզիկայի կիրառական խնդիրների ինստիտուտ կար ժամանակին։ Մեր Կարենը այնտեղ էր աշխատում, նավապետը։ Պարզապես այդ ֆիզիկայի ինստիտուտի անունը չեմ հիշում տնօրենի, ինքը պարզապես Կարենին լսելով հավատաց մեր իդեային, փողը տվեց, գնացել էին Կրասնոդարի երկրամասից, Անտառից այս կաղնիները ընտրել ենք, մեզ համար կտրել են, մեզ համար բարձել են, բերել են Հայաստան։ Հետո 88-ին բերել ենք, բանից 88-ից 9-ից սկսած երևի մի 3-4 տարի կանգ առավ։ Դե մեր 90-ական թվերը եւ այլն եւ այլն։ Բայց ինչը հետաքրքիր է, մի հատ բան շեպկա բանից այդ ամբողջ տարածքից չի պակասել։ Ամբողջ Սևանը գնում էր գեղամալերներից այդ բանից ծառերը կտրում, բերում էր, վառում էր, այս մեր փեդին մի հատ չեն կպել։ Վերջը, կառուցել է Մասիսում էինք կառուցում։ Այդտեղից կամաց հավաքում ենք այդ ողնուցի վրա, կամաց հավաքում ենք մնացած բաները, մասերը։ Ու մի հատ երկաթի կտոր չկա այս նավի վրա։ Բոլոր ուրեմն կապերը, բոլոր ամրացումները պղնձե գամերով են սարքած։ Պղնձե գամերն էլ մենք ինքներս էինք սարքում։ Մի հատ փոքր sense կուզնիցա ենք սարքել, գնում էինք բանից գնունու շուկայից պղինձ էինք առնում քաշով, բերում էինք ստեղ, 31 կաբելի գործարան արդեն չկար այն վաղտ։ Արդեն Լևոնի աղբերը ամեն ինչ ծախելա բանը արել։ Վերջը, այդ գամերը քաշում էինք ինքներս բան էինք անում, մի կողմից կլոր բանով, չակուչով, խփում էինք մի կողմը, հետո այդ մի բանը դրելով էինք անում, ծակը։ Հետո մտցնում էինք ծակի մեջ, մյուս կողմից էինք այդ բանով խփում ու բոլոր ամրությունները տենց են։ Այսինքն փայտն էլ ջրի մեջ մի քիչ ուռում է, այդ ամեն ինչը դառնում է всё, навсегда։ Սկսել էինք այդպես ման գալ ուրեմն բան, ինֆորմացիա։ Բացի ուրեմն նարեկացուց։ Նարեկացին եւ մեր այս մանրանկարները ամենաերևի վառ օրինակներն էին։ Բայց նաեւ մեզ մի քիչ բախտը բերեց, այդ ժամանակ 85-ին էինք սկսել, 84-ից 85-ն էինք սկսել էինք այդ գործողությունները։ Այդ ժամանակ, այս ժամանակ երկու տեղում անկախ իրարից Նոյեմբերյանի Ջուջևան գյուղի կողմերը եւ Սևանի ափերից մեկում գտնում են բավական լավ պահպանված միակտոր փայտե նավակի մասեր։ Ջուջևանինը գրեթե կեսից ավելին էր պահպանված։ Սևանինը մի քիչ ավելի վատ։ Այդ երկու բաների մասին իմանում ենք, գնում ենք երկու տեղ էլ բանակցությունների ենք այսպես ասած մտնում,
փոխանակում ենք տարբեր քարտեզների եւ այլն գլոբուսների հետ եւ այլն, այդ երկու նավակները ակումբը ձեռք է բերում։ Հիմա պատմության թանգարանում է, բայց չի ցուցադրվում, պահոստներում է։ Հա, այդ ամեն ինչը անելու համար մենք փաստորեն հիմնեցինք Այաս ակումբը, որը զբաղվի հայկական նավագնացության պատմությունով եւ վերցրել ենք անունը Այասը Կիլիկիայի գլխավոր նավահանգստի անունը, որը շատ շատերն են կապում ինչ որ արաբերեն կամ ալաներեն, ուրեմն արյուծ բառի հետ, որը այսպես 4 ականջից քաշում են, բերում են սրան։ Ես համարում եմ, որ դա հայասա բառն է, որը պարզապես ինչ որ բարբարային կամ, չգիտեմ, Եվրոպայի հետ առնչվելու ընթացքում ստանում է սեղվում է, ստանում է այաս կամ լայացո օրինակ իտալերեն տարբերակները։ Այս էլ հրապարակում ենք Կիլիկիա, լավ, այստեղ էլ գլուխս գովամ։ Ուրեմն Կիլիկիա գարեջրի գործարանը 99 տոլի 2000 թվականին 50-ամյակն է իր տոնում։ Դիմում է Հայաստան, Երևանի քաղաքապետարան, որ հրապարակում ուզում ենք տոնակատարություն կազմակերպենք, բա չէ։ Ինչքան էլ դուք ամենամեծ վարկատուն հարկ մուծող լինեք եւ այլն, մասնավոր հիմնարկությանը մենք հրապարակը չենք տրամադրի։ Սրանք մեզ են գտնում, իսկ մեր նավը արդեն համարը պատրաստ է լինում, մի քանի բան է մնում։ Գտնում են մեզ, ասում են ինչ է ձեզ պետք, որպեսզի դուք 3 ամսից նավը բերեք հրապարակ կանգնացնեք։ Մենք հաշվարկեցինք, բա $3000, չգիտեմ ինչքան։ Տալիս են, մենք վերջին այդ պարան, մարան, չգիտեմ, մանր-մուներ մնացորդները առնում, սարքում ենք 2-3 ամսվա մեջ ու քաղաքապետարանը մեծ հաճույքով Այասին տրամադրում է հրապարակը, որովհետև ազգանվեր գործ եւ այլն եւ այլն։ Դե գարեջուրն էլ բան է անում էլի։ Ու միակ բանը կոմպրոմիսը, որին գնացել էինք, նավը անվանեցինք Կիլիկիա, ոչ թե Այա։ Ուզում էինք Այաս էլի դնեինք անունը, բայց դե աստիկ լավ, մեր սկզբունքներից չենք հեռու գնում, Կիլիկիա թող լինի։ Ու ամենահետաքրքիր բանը, այդ ընթացքում, կներեք, բայց պիտի պատմեմ, այդ ընթացքում ուրեմն Ծառուկյան Գագիկի հետ որոշ ինչ-որ բանակցություններ են գնում, չերես-չերեսներով ինչ-որ ելքեր ենք գտնում, փող է մեզ պետք, որպեսզի այս նավը համ վերջացնենք, համ տանենք ճանապարհորդությունը անենք։ Ահագին լուրջ գումարներ է ըստ մեզ, $100,000, $150,000 այն պետք։ Ծառուկյան Գագիկի բանից, գրասենյակից պատասխանում են. Ինչ ուզեք, ընդհուպ մինչև ձեր ամեն մի պորտում 5 աստղանի հյուրանոցում մնալու փողը։ Ինչ ուզում եք տալիս ենք։ Արագաստի վրա գրում եք կոտայք։ Կոտայքի նավագնացության պատմություն։ Այնպես որ մենք դրանից մի քիչ հրաժարվեցինք։ Ընթացքում շատ հետաքրքիր նաև բաներ էինք գտել, ասենք ես իմ մասնագիտության մեջ օրինակ քարտեզագրության մեջ Թորոս Ռոսլինի մի մանրանկար կա, եբրայցիների անցումը կարմիր ծովով։ Ուրեմն մեկը մեկի քարտեզ է։ Սինայի թերակղզու քարտեզ է, երկու կողմից երկարավուն եւ նեղ ծոցեր, Սուեզի եւ Աքաբայի, այստեղ ուրեմն անապատային, այսպես ասած, տարածք, չեմ հիշում կա ֆիլմում թե չէ, բայց իմ մոտ կա, ես քեզ կտամ։ Եվ բան, եբրայցիների անցումը կարմիր ծովով, անունն էլ է բան էլի, այտենց բան են գտել։ Այս ուրեմն ֆորման նավի 50-ից ավել մանրանկարների վրա նավեր կան։ Նաև մի քիչ ավելի ուշ ժամանակներում, ասենք դե Թորոս Ռոսլինի, ասենք 12-րդ դար է, եթե չեմ սխալվում, թե 12-րդ դար է։ Ասենք մի քիչ մինչև 15-16-րդ դարերում նմանատիպ ուրեմն միջերկրական ծովի նավեր կան, որ եւ Ջենովայի արխիվներում եւ Վենետիկի արխիվներում շատ տեղերում արդեն մի քիչ գծագրային բանով գոյություն ունեն։ Այդ ամեն ինչի հիման վրա
մեր Կարենը նավապետը դե ինքը ինժեներ է մասնագիտությամբ։ Գծագրում է այս մեր Կիլիկիա նավը, ի վերջո բան ենք անում, այս վերջնական իր տեսքի ենք գալիս եւ սկսում ենք սարքել։ Ու ի վերջո ստացվում է մեր այդ Հաջան, չափերը մոտավորապես հին դեղի Նիկարուս ավտոբուսները հիշում եք, մոտավորապես մեկը մեկի 8 մետր լայնություն, 56 թե 58 մետր երկարություն։ Բարձրությունը 4.5-ից չի անցնում, որովհետև մոստերի տակ պետք է անցնենք բանին տանելու։ Հա, այդ էլ օրինակ երազի օգնությունն էր։ Մեր համար հատուկ տրեյլեր են սարքել, որ այդ տրեյլերի վրա նավը բանով է, էլի, սենց խորությամբ անցնում, որպեսզի այդ 4.5 բանի տակով անցնի։ Ներսը կայուտա է, մի հատ ընդհանուր 14 քնատեղով, 3 բանով, էլի, 3 հարկով։ Մի հատ նավապետի բան, առանձնակայուտա է եւ քթի մեջ արդեն տրյում է, բեռնա խցիկ է, էլի, բեռների համար ուրեմն տարածք է։ Ինչ վերաբերում է ուրեմն Արագաստին, դե միջերկրական ծովում 90% նավերի, բոլոր ազգությունների, այդ թվում կիլիկեցիների հայկական ուրեմն ներողություն նավերի օգտագործում է եռանկյունի Արագաստը։ Մենք էլ ենք օգտագործել ու հետաքրքիրն ինչ է, մենք նույն ձևի եռանկյունի Արագաստ գտել ենք Վանում ու շատ հետաքրքիր մի հատ հանգույց ենք գտել Վանում։ Լճում ուրեմն փչում են շատ երկարա տև ու մոտավորապես նույն ուժգնությամբ քամիներ, ասենք 14-16 ժամ անընդհատ փչում է այս մի քամին։ Հետո 10-12 ժամ փչում է այն մի քամին եւ այտենց մի քանի օրերը ուրեմն իրար հետ դասակարգված են։ Սևանում էլ այտենց, բայց Վանում ավելի երկար են այդ քամիները փչում։ Նավերի մեծ մասը Վանում մակույկաձև են, այսինքն քիթն ու խելը նույն ձևի են։ Կոպիտ ասած, եթե դու մոտեցար ափին, հեռանալուց պարտադիր չի շուռ գաս, ֆռաս, նոր հեռանաս։ Սենց էլ գնում ես հետևանց։ Արագաստը պետք է ֆռացնես։ Հիմա Արագաստի ֆռացնել, այս էլ մեր բանն է, էլի, գնալու այսպես ասած, դուք Մասիսից Երևան նավով եկած կաք, մենք կանք։ Ու Երևանից էլ փոթի։ Բանը։ Այն ժամանակ էլ բան էր, այդ ասֆալտենը տեսեք ինչ վիճակ, այսի Վրաստանում է, այս Հայաստանը չի, այս Վրաստանն է։ Քանդած է, լրիվ քանդած է, մենք սարքել ենք, գրեյդեր ենք բերել, բան ենք բերել, սարքել ենք տվել։ Ուրեմն, ինչ էի ասում, հա, այդ մակույկաձև ուրեմն նավարկության համար, որ փաստորեն վաճառականը ինչ անում, այսօր տանում է, ասենք ապրանքը Դատվանից Վան, 14 կամ 16 ժամից հետո վաղը արդեն ենթադրենք կամ օրվա վերջում Վանից պետք է հետ գա։ Ոչ ֆռում է, ոչ էլ էլի, սենց հետևանց գալիս է, քթանց գնում է։ Արագաստը ուրեմն ֆռցնելու համար ինչ են հնարել հայերը։ Կայմը հաչայա։ Բանի Արագաստակալը, այսինքն ռեյը, գցվում է այդ հաչայի մեջ եւ ասենք գնալուց գնաց ասենք հա հետ գալուց պետք է սենց հետ գա չէ որպեսզի կայմի վրա բան չանի այդ Արագաստը չխփի կայմին իրանք սենց պարաններով իրան դզում են շուռ են տալիս ու գնում են հակառակ կողմ ընդ որում այդ շուռ տալու ձևը բանը ամեն ինչը ինքներս փորձարկել ենք Սևանում մի հատ հին նավակ ենք ճարել շլուպ ձևի ինքը մոտավորապես մի 12 մետր երկարություն ունի ու մի 3 մետր լայնություն։ Կայմը գնացել ճարել ենք անտառներից հաչայով։ Արագաստը կարել ենք ինքներս, մեր կանայք ավելի ճիշտ։ Ու փորձարկել ենք, այո, հնարավոր է, այո, այտենց էին անում։ Չէ, սրանք բան են, սրանք էլ ուրեմն շատ հետաքրքիր է, սրանք վիկինգներն են, նորվեգացիներ են։ Ուրեմն բանի Վրաստանի ճանապարհներով գնալիս մեկ էլ Կարենը սենց բան ստոպ կանգնեք մենք կանգնում ենք այդ մեր ամբողջ գնացքը սենց ճամփի վրա
Դե այնտեղ էլ եթե հիշում եք փոթիի ճանապարհը, ասենք Ռիոնի բաներն են, չէ, վտակներն են, ահագին լավ բան ձյուրուլա, չգիտեմ ինչ գետերն են, էլի, իշտու։ Մեկ էլ տեսնենք գետից մյուս գետը, այս սրանք քաշ են տալիս իրանց այդ բանը, դրակարը, էլի։ Ուրեմն լրիվ Կոստանց բալի զորել նավը լեռան վրա, ուրեմն մենք մեր նավն ենք տանում լեռներով, իրանք էլ իրանց նավն են, իրանք էլ իզվարյակ վգրեկի բանն են, էլի ճանապարհն են վերականգնում։ Այս իջացնում ենք արդեն փոթիում նավը, էլի, վերջը այտենց շատ մազալու իհարկե պատմություններ են եղել, ասենք նավը գնում էր, մենք մի քանի հոգով մի շաբաթ ուշ էինք գնում, որովհետև ինչ-որ բաներ պետք է ստանայինք էլի Երևանում եւ այլն, ահա, կայմը դրեցինք տեղը։ Հիմա այդ գնալուց ուզում ենք ժամը ճշտենք, որ ասենք որտեղ ենք հանդիպելու, ինչ ենք, ոնց բան, ասենք այնտեղ ճանապարհին վաճառողներ կան, հա, սեմուշկա բան ծախողներ էլի, ու հայ են, Խաշուրի կողմերը դնդեղ սա հայ են։ Մոտենում ենք, ասում ենք, այստեղով նավ չի անցել, սև նավ։ Մեկ էլ էս կանայք են էլի նստած, շատ լուրջ, այսօր չէ։ Այսօր չի անցել, ինչ եք ուզում ես։ Շատ տենց պատմություններ են եղել։ Վերջը եկանք հնագույնը ուրեմն պարզեցինք, ճարեցինք այդ բաները, նավակները։ Միակտոր նավակը դե ավելի հին ձև է, որովհետև ինքը դալբլոնկա է, էլի, ինքը մի կտոր փեդից փորվում է, որ նավակի ձև ստանա։ Իսկ երկրորդը, այս եթե չեմ սխալվում, Կիլիկա ենք մտնում։ Երկրորդ ձևը արդեն հավաքովի նավակ է, ինքը մի քիչ ավելի ուշ է առաջ գալիս եւ մի քիչ ավելի բարդ է սարքման բանով, տեսանկյունով։ Այդ նույն հնագույն, ուրեմն պատմության հնագույն այդ շրջանի հետ կապված 2-3 հատ խարիսխ ենք գտել Սևանում։ Քարե խարիսխներ, որոնք վերաբերում են մոտավորապես 3-րդ հազարամյակին մթա։ Ինչա սովորական քարահունչ Դանա։ Սովորական մի հատ քարե կտոր է, որը մի քիչ ավելի բան է անում, նեղանում է դեպի մի կողմը։ Այդ նեղ կողմը անցք։ Պարանը կապեցիր, գցեցիր ծովը վերջ, խարիսխ։ Դրանից 2-3 հատ ունենք մեր ակումբի, այսպես ասած, մեր ակումբի պահոցները մեր տներն են, մենք տեղ չունենք։ Վերջը, այդ խարիսխներն ենք ճարել, այ տեսեք ոնց էր։ Թե չէ ասում են, ինչ ա եղել որ։ Այս պարանները օրինակ, այս չէ, բայց այս պարանները ձեռքի սաստությամբ են մոտավորապես։ Բաներն են, վանտերն են, էլի, որը Արագաստը դեպի ճիշտն ասած չգիտեմ։ Առնողը ես չէի, հա, չգիտեմ։ Ստեղ էինք առնում, բայց չգիտեմ ումից։ Հա, դելֆիններն են, Սևծովյան, Աֆալինա։ Պուճուրիկ դելֆիները այսքան են։ Միջերկրական ծովում էլ մոտավորապես այդքանն էլ բան են, շնաձկներ են։ Այնպես որ մենք էինք իրանց ուտում, ոչ թե հակառակը, էլի։ Ես եթե չեմ սխալվում, բանի մոտով ենք անցնում բան մի քանի հատ վուլկանո կղզիներ կան, մի պուճուրիկ խումբ է, էլի, Սիցիլիայի ու Էլբայի մոտավորապես մեջտեղը։ Ու մեր անցնելուց մի պուճուրիկ ժայթքում էր այդ բանը, հրաբուխը։ Ինքը հետո իմացանք, որ ինքը անընդհատ ժայթքման բանի մեջ է, գործընթացի մեջ է։ Այս Սևծովում մեր բաները ղեկաթիերը կոտրվել է բանից, ալիքներից ու բանից, սենց ենք քշում, էլի, կոպիտ ասած բանի փոխարեն, այս ղեկաթիի փոխարեն մի բորտից, մյուս բորտից այդ բաները դույլերը գցում ենք, որպեսզի ղեկավարենք, այսպես ասած, նավը։ Այս զորին է, չէ՞, ոնց որ։ Հա, էլի։ Նավը սարքելուց էլի
սկսեցինք մանգալ, գտանք համ փայտի տեսակները, կաղնի, սոճի, ավելի ճիշտ Կիլիկիայում կեդրներ, բայց սոճին էլ է էլի համարյա նույնը համարվում։ Այս բաները նորն են էլի, այդ մեր հասանք արդեն Իտալիայում փոխեցինք, ղեկաթիերն են էլի։ Հաջան։ Ուրեմն կաղնիները 9 հատ էին, ընդ որում մեր ընտրածներ էլի, որ մենք ընտրում էինք, սա ուղիղ է, սա բանի համար կգնա, սա կորություն ունի, ուրեմն քթի համար կգնա եւ այլն։ 8 թե 9 հատ էր։ Իսկ սոճին մենք ստացանք արդեն բանով, տախտակի կտրած, 2 ֆուր էր, 2 ֆուր սոճին էր։ Հաչայի համար էլ էլի հետաքրքիր պատմություն պատմեմ։ Հաչայի համար ասեցի բոլոր ձևերը ուզում էինք պահպանեինք հին ձևերով սարքեինք այդ նավը։ Բացի այդ գամերից, որ ասենք ոչ մի մեղ չպետք է լինի, ոչ մի ռեզբա չպետք է լինի եւ այլն, երկաթ չպետք է լինի եւ այլն, բացի այդ ամեն ինչից իրար ամրացնելու ամենաամուր մեթոդը միջնադարում դա էլի հաչայի օգտագործումն էր։ Տարբեր անկյունաչափերի հաչաները, ասենք հաչայի կտորը հենց էլի այդ կտորը, ասենք տախտակամածնա ու կողնա ու տախտակամածը, կողնա ու շպանգոուտը իր մախքի այդ բանը կողը, այդ բաները, այդ հանգույցները ամենաամուր ձևը բանն է, հաչանա, որովհետև դա բնական միացումն է ու իրան ճղելու համար սարսափելի ուժ է պետք։ Հիմա այդ հաչաները հավաքելու համար գնացել ենք Իջևանի անտառ։ Իջևանի անտառում, այնտեղ չգիտեմ անտառապետի հետ, սրա հետ, նրա հետ պայմանավորվել ենք, բան ենք արել, հելել ենք վերև, ոչ մի ծառ չենք կտրել։ Սաղ այդ ընկած բլած ծառերից այդ հաչային մասերը ճարում էինք, կտրում էինք, գցում էինք, հավաքում էինք, 2 գրուզավիկ հավաքեցինք։ Հիմա պատկերացրեք, 93 թիվն է, Իջևանից Երևան, 2 գրուզավիկ փետ է գալիս։ Քանի միլիցիա է կանգնացնում։ Մի 3 տեղ միլիցիան կանգնացրեց, հետո արդեն երևի իրար զանգեցին։ Միլիցիան կանգնացնում է, իջնում ենք, ուրեմն։ Մեկս բանի Ղարաբաղյան պատերազմի վետերանի կորոջկա, մյուսս միդում ենք աշխատում, երրորդս օրգաններից է, չորրորդս չգիտեմ որտեղից է, ասենց իջնում հետևից ավտոյով գալիս եք, ավտոյից ջկա, այո, իջնում ենք, ասենց 5 հատ կորոջկան դեմ ենք տալիս սրանց, չէ, ընդ որում կանգնացնում էին շատ հետաքրքիր ձև, արա ասում են լավ կներեք, վառելու համար, էսի պիտանի չի, սարքելու համար, էսի պիտանի չի, ես որ իդիոտներն են, ես ինչեր են տանում, այբարդ ես որտեղից են։ Վերջ այդեց հետաքրքիր ձևով բերեցինք, բանարեցինք, ուրեմն դա օգտագործեցինք։ Սև գույնը, որ ներկել ենք, էդ էլա, ուրեմն Մատենադարանում գտել ենք էլի, որ Կիլիկիայի, չգիտեմ, որ մասերից օգտագործվել է, հիմա ճիշտ ասած չեմ ասի ձեզ այդ բոլոր պարագաները, բայց մեջը մի 5-6 հատ պարագաներ կան, բնական յուղից սկսած, բանով սաժայով վերջացրած։ Ձուտի նման ինչ-որ բան ենք ստացել փաստորեն, որը հենց քսել ենք։ Եռացնում էինք, քսում էինք, ինքը սառում էր բանի վրա։ Իրա արդեն կողի վրա էլի։ Եվ իրեն Արդարացրեց։ Ճիշտ ասած չէ, ես այդքան էլ չէի ուզի, որ ինչ-որ սենսից թվում է լավ է, չէ, ստացվում, մի քիչ կենթանի էլի, հա, որովհետև անընդհատ մենք ճիշտ ասած տենց փորձ ունենք, էլի, որ մեկ-մեկ սենց դասական սենց ենք ըրե Մատենադարանի համար 1493 գործի մեջ գտել ենք այսինչ մանրանկար է, այդքան էլ երևի հետաքրքիր չի լինի, էլի։ Ընթացքում կարող է տեսած լինեք, չէ, համ մանրանկարները, համ այդ իմ ասած գծագրապատկերները, որոնք որ արդեն Ջենովայի ու Վենետիկի ժամանակին են վերաբերվում եւ բան են անում։ Միջնադարում բնականաբար դե հին հնագույն եւ հին բանը շրջանը ավելի քիչ
տեղեկատվություն գտանք եւ կարողացանք փորփրել։ Միջնադարում շատ ավելի շատ։ Ու միջնադարում դա արդեն ես կանվանեի սենսացիա, որովհետեւ նման բաները պետք է, օրինակ նման բան, եթե վրացիք իրանց պատմության մեջ ունենային կամ թուրքերը, պատկերացնում եք ինչ էր կատարվելու։ Ուրեմն տեսեք, Հավայան կղզիների իրական սկզբնական անունը, որը իսպանական ծովագնացները առաջինը, որոնք կողքով էին անցել կամ հասել էին, բայց պերվատկրված չեն կոչվել որովհետև ինչ-ինչ պատճառներով եւ այլն եւ այլն։ Իսպանական արխիվներում դա կա, կոչվում էին հայկական կղզիներ։ Ամերիկայի նահանգ Հավայան կղզիները ի սկզբանե կոչվում էին հայկական կղզիներ, որի մասին իսպանական արխիվներում տվյալներ կան։ Մի քիչ sense ցակուցրիվ ասեմ, որ պատկերացնեք ուղղակի ինչ բաներ է։ Միջնադարյան Մալայզիայի եւ Թայլանդի ամենամեծ նավահանգիստը Փինանգ նավահանգիստն էր, որը այժմ Ջորջթաուն է կոչվում, բայց փակագծերում էլի գրում են Փինանգ։ Մալայզիայի թերակղզային մասում է գտնվում։ Ինքը 17, 18, 19-րդ սկզբի, դարի սկզբի ժամանակ ամենամեծ նավահանգիստն էր, որը Կալկաթայից երևի ավելի հզոր էր եւ ավելի ապրանքատար, նավատար, տենց ասենք, հա։ Ուրեմն արխիվներում, էլի ամեն ինչը ինչ որ պատմում եմ, պետական, տեղական արխիվներում, մալայական արխիվներում, մոտավորապես 17-րդ, 18-րդ դարի 17-ի վերջ, 18-ի սկիզբ, այդ ժամանակաշրջանում Փինանգ մտնող եւ դուրս եկող նավերի, մոտավորապես ասենք տարեկան 100-ից 150 հատ էին լինում։ Դրանց 70%-ը հայադրոշ էր։ Բնականաբար հայերը արդեն չէին սարքում այդ ժամանակ նավեր, հայերը ֆրախտում էին նավեր, այսինքն բանով էին վերցնում, վարձով էին վերցնում։ Շատ դեպքերում, ասենք, բանն էլ նավապետը եւ թիմը էլի հայ չէին, ասենք, տեղացիներն էին, բայց նավատերը, վաճառականը, ինքը հայ էր եւ բնականաբար դրոշը հայկական էր։ Ավելին ասեմ, Ֆիլիպիններում մինչև 17-րդ դարի վերջ գրեթե համարյա Ճապոնիայի նման փակ երկիր էր։ Ոչ մի վաճառականի եվրոպացի չէին թողնում մտնի ֆիլիպինյան նավահանգիստներ, բացի հայերից։ Եվ տեղեկություններ կան, որ պորտուգալացի, ֆրանսիացի, հոլանդացի վաճառականները հայերի հետ բան էին անում, կոոպերացվում էին, հայկական հագուստներ էին հագցնում, հայկական դրոշներ էին բարձրացնում, որպեսզի իրանք թողնեն Ֆիլիպիններ։ Կալկաթայի մոտով անցնում է Գանգեսը, մտնում է Բենգալյան ծոց, թափվում է Բենգալյան ծոց։ Եվ Բրահմապուտրայի հետ հսկայական դելտա է կազմում։ Հարյուրավոր թևեր կան, աշխարհագրականորեն թևը դա նշանակում է դելտայի մեջի, ասենք, բաներից մեկը, էլի, ծորա ջրանցքներից մեկն է, էլի, բաներից մեկն է։ Դրանց Գանգեսի ուրեմն այդ թևերից մեկը Բենգալյան ծոցի մոտավորապես բենգալերենից թարգմանվում է որպես գետ, որտեղ հայերը կառուցում էին իրենց նավերը։ Եվ ինչ պատմեմ ձեզ բանը Մարկո Պոլոսը։ Վայ, մոռացա լրիվ։ Իհարկե, հնի մեջ Հերոդոտոսը, միջնադարյանի մեջ Մարկո Պոլոսը։ Հերոդոտոսը նկարագրեց տկալածները, որով հայերը Տիգրիսով, Եփրատով իջնում էին, Բաբելոնի հետ առևտուր էին անում, խոսում էին, կարծեմ չէ դրա մասին, հետո փեդներ էին ծախում, կաշին էին թողնում մենակ։ Փայտներ էին ծախում, կաշին գրաստների վրա բարձրանում էին էլի Հայաստան։ Մյուս տարի նորից այդ նույն բաներով, կաշիներով նավերը սարքում բերում էին։ Բանա, այդ Հերոդոտոսը, Մարկո Պոլոն, ինքը այդպես էլ հենց բանա սկսվում է այդ մեր ցիտատը, էլի, եւ ինչ պատմեմ ձեզ, Հայաստանի թագավոր Լևոն Բեն, հորեղբորս եւ չգիտեմ ումս, չեմ հիշում այնտեղ հորեղբայրն էր եւ
հորեղբոր տղան էր, թե ով էր։ 3 Բերթանավ նվիրեց, Բերթանավը գալերանա։ 3 Բերթանավ նվիրեց եւ դրանով ուրեմն Կիլիկիայից անցել էին գնացել էին Աքրա, այնտեղից արդեն ցամաքով շարունակել են իրանց բանը ճանապարհորդությունը։ Մոտավորապես մինչև համարյա 19-րդ դարի սկիզբ գոյություն ուներ այսպես կոչված ափային իրավունք, Բերիգավոյե պրավա։ Դա միջազգային ծովային իրավագիտության պատմության ամենախայտառակ էջն է։ Ինչ էր նշանակում Բերիգավոյե պրավա, որ պետության կամ որ քաղաքի ափերի մոտ նավաբեկում է տեղի ունենում, այդ պետությունը կամ քաղաքը լիիրավ, այսինքն միջազգային օրենքներին համաձայն, ինչ որ գտնում է վերցնում է իրեն, ում որ գտնում է ստրուկ է վերցնում դարձնում։ Մինչև 19-րդ դար մոտավորապես դա գոյություն ուներ։ 18-րդ դարում մեծն քաղաքակիրթ Ֆրանսիան բանով պաշտոնապես բանով իր օրենքով հրաժարվեց այդպիսի իրավունքից։ 18-րդ դարում քաղաքակրթության մայրիկը 13-րդ դարի վերջում Կիլիկիան Եգիպտոսի հետ պայմանագիր է կնքել, որով երկուստեք հրաժարվում են անտեր Բերիգավոյե պրավա։ Այսինքն աշխարհում առաջինը հրաժարվեց հայկական պետությունը դրանից։ Չնայած ես ոչ թե կհրաժարվեի, այլ հələ մի բան էլ կավելացնեի, այ Կոռիկոսը։ Այս Այասի ծովային բերդն է, այն էլ Կոռիկոսն էր։ Նման բաներ, գուցե եւ հիմա ինչ-որ մի բան մոռանամ կամ կհիշեմ կամ չեմ հիշի, բայց նման բաները իսկականից բանի նման էր, էլի, Սլանատեայի նիպրիմեցը, բացում ես հսկայական ինչ-որ սկզբնաղբյուրներ, ճանաչված հեղինակներ, ճանաչված ինստիտուտներ, հա, Մատենադարանը, Վենետիկի արխիվները, N, Թայլանդի պետական արխիվները, հա, Թայլանդի իմիջիալով պետական արխիվներում էլ կա տասնյակից ավելի հայկական ազգանուններ, բանի վաճառականներ, նավատերեր, որոնք որ բավական մեծ Սինգապուր, ուրեմն Սինգապուր սկսեմ հեռվից, առաջին անգամ արտգործնախարարությունում աշխատելիս Սինգապուր եմ գնացել 3 օրվա բաներ էլի դիվանագիտական պայեստկա էր։ Ուրեմն իջել եմ, դե քաղաք պետություն, Պուչուրիկ որն ասենք 5-6 միլիոն բնակչություն ունի, բայց տարածքով Երևանից մի քիչ ավելի մեծ է, այդքան բան։ Հիմա ինչ որ բանով քաղաքապետարան պետք է մտնեմ, ինչ որ փաթեթով փաստաթղթերի։ Ազնվությամբ ես դա չէի հնարել, հիմա էլ չեմ հնարում ու դրա ձեռառնելու համար չեմ արել։ Առանց հետին մտքի մոտեցել եմ բանին, ոստիկանին փողոցում։ Դե ես բան եմ գալիս ընթացքում, բան ձերի հետ էլ պետք է այդ գործը անեմ։ Հանձնեմ այնտեղ ինչ-որ փաստաթղթեր։ Մոտենում եմ ոստիկանին, հարցնում եմ, ասում եմ, կներեք, քաղաքապետարանը որտեղ է։ Հայկական եկեղեցու դեմ դիմաց։ Լրիվ շպիոնոլիկի անեկդոտ դա։ То есть իրանց համար դա ամենավառ բանն է, օրենտիրն է։ Իսկ ինչու, որովհետև հայկական եկեղեցին Սինգապուրի առաջին քարե շենքն է։ Սինգապուրի Raffles հոթելների ցանցը, Սինգապուրի նավահանգիստը, Սինգապուրի Սինգապուր լինելը հայ վաճառականներն են։ Ռանգունը, Կալկաթան, Թայլանդը, Բանգկոկը, այդ Փինանգը, ինչ ասում, որտեղ որ սենց թքես հայկական հետքը եւ հետքը ասելով հետք չի է, մի հատ եկա հետքա։ Հա։ Այդ մեկը Կասպից ծովում, արդեն նորագույն պատմության մեջ։ Ուրեմն Կասպից ծովի ամբողջ նավագնացությունը կիսված էր պարսիկների ու հայերի միջև։ Պարսիկները
Պարսկաստանում ու Թուրքմենիստանի ափերի հետ էին բանանում, արևտուրանում, դե Ղազախստանը այն ժամանակ вообще չկար ոչ մի բան այնտեղ էլի, նավթը մինչև գտները եւ այլն։ Իսկ Բաքվից սկսած մինչև Աստրախանը հայերի ձեռն էր։ Նավերի անուններով հարյուրավոր, նավապետների անուններով հարյուրավոր, անգամ բան էին պարախոցտվա կոչված, այսինքն ընկերություններ էին հսկայական, որոնք որ հայկական էին, որոնք որ, ասենք, Աստրախանում, Բաքվում, Աստարայում, Լենքորանում, Դարբանդում եւ այլն եւ այլն։ Սև ծովում դե սկսենք սկզբից, ասենք օրինակ Համշենի բան հնագույն անուններից մեկը Նավիաց երկիր է։ Տորք անգերի մասին առասպելների թվում ասենք կա նաև այդպիսի առասպել ու այդ տեղերը, այդ ժայռերը կան իրականության մեջ։ Խախտիաց լեռներում, այսինքն այդ Պոնտոսի լեռներում ժայռեր կան, որոնք որ բանի տորքի փորած ժայռեր են կոչվում։ Եվ ըստ առասպելի ինքը փորում էր իր եղունգներով, հետո կտրում էր այդ ժայռերը, հսկայական ժայռակտորներ էլի, եւ շպրտում թշնամած նավերի վրա։ Իսկ գլխավոր քաղաքը եւ գլխավոր նավահանգիստը ուրեմն Համշենի մինչեւ հիմա կոչվում է Արտաշեն։ Ճիշտ է, թուրքերը հիմա ասում են Արդուշեն, բայց ինքը կոչվել է Արտաշեն, այսինքն արտա գնաց արևտրի ուրեմն կենտրոն եւ այլն եւ այլն։ Այդ Համշենի վերաբերյալ։ Վանի վերաբերյալ դե բնականաբար այդ Հաչայի ուրեմն հատվածը դա շատ մեծ բան, դա փաստորեն նավաշինական տեխնոլոգիա է, հանգույցներից մեկն է, որը հայերն են մտցրել նավաշինության մեջ։ Մի հատ էլ առասպել կա, որը ասենք նաև փաստորեն կարող է հանդիսանալ բացի այն մերկարներից ու ութնապաշտիմներից եւ այլն, կարող է հանդիսանալ բանի ուրեմն Արարատի եւ Ջրեղեղի նախաբանը։ Առասպել գոյություն ունի Վանի ուրեմն վանեցիների մեջ։ Ավելի ճիշտ ոչ թե վանեցիների, այլ բիթլիսցիների, դատվանցիների, էլի, սովորտից ոչ հերոյի միջալոց բանի աղբյուր Սերոփի ծննդավայրը։ Հայեք բան կա, ժայռ կա։ Փոճուրիկ ժայռը, ասենք, իր աբսոլյուտ բարձրությունը, ասենք, ափից մոտավորապես մի 100 մետր է։ Այդ ժայռի կողքի գյուղում մարդիկ իմանում են, որ շուտով ջրեղեղ է լինելու, ջուրն էլ լճի բարձրանալու է, այդ բոլոր ջրերի հետ միասին ծածկելու է։ Երկիրը ծածկվելու է։ Նավապետներից մեկը, որը բնականաբար դե ափամերձ գյուղ է, հնագույն վաղուց նավապետներ կան, ձկնորսներ կան, նավատերեր կան եւ այլն։ Նավապետներից մեկը պատրաստվում է, որ պետք է, ասենք, իր ընտանիքը, չգիտեմ, մոտիկները, մտերիմները բարձրացնի նավը փրկի։ Գյուղի ուրեմն կանանցից մեկը մինուճար տղա ունի, մոտենում է խնդրում, ասում է ինձ մի վերցրու, տղուս վերցրու, կյանքը փրկի եւ այլն եւ այլն, բայց անկապ ասենք աղքատ կնիկ ա եղել, հրաժարվում է նավապետը։ Բան, չէ, ասում է չեմ վերցնում, մերժում է։ Ու նավը կապում է այդ հայեք ժայռին, սպասում է, որ առավոտը ջուրը բարձրանալու է, ինքն էլ բարձրանա նավը փրկի։ Ավելի ճիշտ սպասում է բարձրանա նավը փրկի, բայց այդ կինը վրեժ լուծելու համար կապում է հայեք ժայռին այդ նավը, թակում։ Ու առավոտը ոչ բան չի ստացվում, նավը խորտակվում է, բոլորը ուրեմն մահանում են, ոչ բան չի ստացվում մի խոսքով։ Առասպելը հետևյալն է։ Փաստորեն համ թեման է հետաքրքիր, համ էլի տերմիններից մեկը հայեք բանի կայմի ամենավերևում, եթե նկատել եք, բոչկայի նման, սենց տակարի նման բան կա, տեղ կա։ Ռուսերեն կոչվում է Վարոնյա գնիզդո։ Դա հայերեն հենց հայեկն է դա։ Այսինքն դու բարձրանում է նավաստներից մեկը այնտեղ եւ հայացք է գցում դեպի, ասենք, ափը գտնելը, թշնամուն գտնելը, չգիտեմ, ծովի մեջ վտանգ գտնելը եւ այլն եւ այլն։ Այսինքն դիտորդի տեղն է։ Եվ դա հայերեն հայեք է։ Եվ հայկական լեռնաշխարհում մոտավորապես մի 2-300 հատ ժայռ կա, որ հայեք է կոչվում։ Այսինքն սովորական էլեմենտ, դիտանոց,
որը անցնում է նավաշինության մեջ, որովհետև իր գործառույթը, այսպես ասած, նույնն է։ Այդ վանի վերաբերյալ օրինակ ինչ որ վերաբերվում էր Հաչան եւ այդ հայեկը։ Եվ ընդհուպ մինչև լինչներ երբ էր 19-րդ դարի վերջներ, չէ՞ որ Հայաստան այցելեց 96 թիվներ, թե 95 թիվներ, որ Հայաստան այցելեց լինչը։ Ինքն էլ գրում է այլոց թվում, որ Վանալճում նավաշինությունը եւ նավա գնացությունը եւ ձկնորսությունը իսպար հայերի ձեռում է, ոչ մի թուրք ինքը նշում էլ է, ոչ մի հատ թուրք չկա կամ քուրդ, որը զբաղվի այդ գործով։ Նավակ շինելը, ձուկ որսալը եւ նավով գնալ տեղ գալը միայն հայերի ձեռն է։ Նույն տեղեկությունները կան Մարմարածովի մասին, որ Պոլսի, ուրեմն այդ նավագնացության եւ ձկնորսության հիմնական 70-80%-ը հայերի ձեռքն էր։ Մի քիչ հետո արդեն նորագույն, այսպես ասած, պատմության բանով գալիս ենք շատ հետաքրքիր մի հատ, ուրեմն պատմություն կա, որ պատմեմ։ Ծովահենների մեջ գոյություն ուներ ավելի ուշ կակրաս ժամանակ 17-րդ դար, 18-րդ դար։ Գոյություն ուներ այսպես կոչված պետական ծովահենություն, կապերություն։ Կապերները, ասենք, կամ օֆիցիալ կամ ոչ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ուրեմն բանով, որևէ պետության կամ որևէ քաղաքի հետ պայմանագիր էին կնքում եւ կիսվում էին, հա, այդ իրանց գործունեությամբ։ Դրանցից ամենահայտնիներից մեկը Ուիլյամ Քիդն էր, որը անգամ սենց իր այդ ծովահենության պատմության մեջ դե դժբախտաբար ծովահենությունը մեր մեջ ինչ որ ռոմանտիկ երանգ ունի, որովհետեւ Ժուլ Վերն, չգիտեմ, էս, բայց իրականում մեծ աղետ է եղել եւ ճանապարհների այդ ճանապարհային բաների գողու ավազակների, այսպես ասած, նույն բանն էր եղել, ամենաահավոր արտացոլումներից մեկն է եղել։ Եվ Կիլիկյան, եւ ազարակ հայերը ամենտեղ միշտ շատ խիստ պայքար են մղել ծովահենության դեմ։ Կիլիկայում, Ղրիմում, Հնդկական օվկիանոսում արդեն ծովահենությունը անցել էր բրիտանական այդ օստ հնդկական ընկերության ձեռքը եւ փաստորեն դրա հետի ամբողջ Հնդկաստանի հայ համայնքները դատարկվեցին եւ բան եղան։ Այլոց թվում նաեւ ծովի վրա էր այդ բանը պայքարը, որովհետեւ բնականաբար առևտրի մեծ մասը ծովի վրայով էր, չէ՞, անցնում։ Այդ մեր ռոմանտիկ հերոսներից ուրեմն մեկը, այդ Քիդը, իր ամբողջ կյանքում թալանում էր նավերը, վերջը բախտը չբերեց, մի հատ հայկական նավիրռաստ եկավ կներեք արտադրությանց համար, Քեդախյան առևտրական, այդպես էր կոչվում այդ նավը, որի տերը Արիշոկյան անունով մի հատ հայ առևտրական էր Ռանգունից, Բիրմայի։ Արևանգելա, հասելա վրան, արևանգելա, թիմը կոտորելա, ապրանքը կողոպտելա, նավն էլ կապելա իր խելի հետևից, գնացել է Ատլանտյան օվկիանոսում շարունակի իր գործունեությունը։ Հայերն էլ անգլիական թագուհուն բան են գրում, բողոք են գրում։ Դու մի ասա, այնտեղ այդ Արիշոկյանը ահագին սենց բան ուներ, էլի, ծակուցուկեր ուներ, էլի, իր ծանոթությունների մեջ։ Բողոքը գրում են ու հասնում են նրան, որ Քիդին ի վերջո բռնում են, կախաղան են հանում, որոշում են կայացնում գտնելուն պես վերադարձնել ապրանքները եւ այլն, բնականաբար չի գտնվում ապրանքները, բայց մեր այասը մենք ինչ գտանք ի վերջո։ Դու մի ասա, այդ նավը ինքան է օգտագործել, որ վերջում այդ Ատլանտյան օվկիանոս, Կարիբյան ծով եւ այլն, օգտագործել է, վերջը խորտակվել է, այսպես ասած։ Մենք այդ նավը գտանք մեր այաս ակումբը եւ 2-3 յախտսմեններ, ամերիկացի հայ յախտսմեններ, ամերիկահայ յախտսմեններ։
Այս տեղեկությունը ցակուցերիվ մի հատ այն մեկը ինչ որ մի քիչ լսել է, այն մեկը ես մենք էլ մեր կողմից բա սենց բան ա եղել, էս քիդի պատմությունը եւ այլն, ի վերջո գտել ենք, լոկալիզացրել ենք Հայիթի կղզու կողմերը, հենց Տորտուգան ընդեղ էր այդ իրանց ծովայնության բանը, կենտրոնը։ Ոչ հեռու դրանից մի հատ կղզյակի տակ է։ Գտել ենք, դե ճիշտ է հանելը մի քիչ զոր է, բայց գտել ենք, նկարել ենք, հատուկ ես չէ, բայց Կարենը գնացել է, ուրեմն էքսպեդիցիա ենք կազմակերպել եւ այդտենց սենց պատմություն է եղել։ Փաստորեն քիդի վերջը մենք ենք տվել։ Նու եւ ի վերջո այս մեր ճամփորդությունը իհարկե, որովհետեւ ինչ էինք անում, այդ բոլոր տեղեկությունները հավաքում բերում էինք, իմի էինք բերում, այդ նավակները, բաները, խարիքները մենք պահում էինք, ասենք ժամանակին սենյակ ունեինք, բանի Երևան պրոյեկտում, համանդեղ էինք պահում, դրանից հետո հիմա տներով ենք բան, բայց նավակները ափսոսացինք, ասենք փչացնելու ենք, չի կարելի, էլի, 3-րդ հազարամյակի բան է։ Նավակները պատմության թանգարանում են, պահոցներում են։ Ահագին տենց բաներ ունենք, մանրակերտեր էինք սարքում ամեն մեկս, ասենք ինչ-որ Կարենը մի 3-4 նավի մանրակերտա սարքել են, մեկը ես մի հատ սարքեցի, կոնցիկին սարքեցինք հերդալի, բայց ի վերջո նստեցինք ասենք լավ տղերք։ Մենք փաստորեն հայկական մի քանի ձև նավերի գտել ենք։ Վանի նավը, Կիլիկիայի նավը, Սևանի նավակներ, Սևանում դժբախտաբար մեծ նավեր չէինք սարքում։ Սևանում այդտենց նավակներ էին ձկնորսական, որ մաքսիմում 7-8 մետր երկարությամբ, 2 մետր լայնությամբ, այդ բանը էլի, այդ նայրին, որ վերականգնել ենք, 3 հատ վերականգնել ենք, մեծ նավ չկար, բայց էդ էլ է նավատեսակ, նավատիպ։ Իսկ մեծ նավերից ուրեմն մեկը Կիլիկիայի նավն էր, մյուսն էր Վանի նավներ, այդ մակույկաձևը հաչայով։ Կիսվեցինք ակումբում, կեսը ասում էր, չէ, Վանը 100% հայկական է, այստեղ ոչ մի բան չունենք, Վանը կառուցենք։ Որոշեցինք մի նավ կառուցել, վերակառուցել։ Կեսն էլ ասեցինք, ճիշտն ասած, շատ ճիշտ է, շատ լոգիկա, շատ հայագիտության կողմից անվիճելի բան է, Վանի նավակը, բայց Վանի նավակը լճային է, մակույկը ծովում չի լողա։ Ինչ արած, վերջը որոշեցինք սոտքի ծովային նավատիպը բանանել, վերականգնել, սկսեցինք վերականգնել, վերականգնելը ասեցի, սկսեցինք այդ փայտ ճարելուց, բանանելուց, ի վերջո այդ ամեն ինչը երբ որ այդ Կիլիկիայի հետ գարեջրի գործարանի հետ բան եղավ, դրանից հետո էլ մեր տղաներից մեկը, որ շատ լավ բան է, յախտսմեն է եւ նաեւ բանն է, սերֆինգ է պարապում, բացի յախտայից։ Իսկ սերֆինգը Ռոբերտն էր շատ սիրում, Քոչարյան Ռոբերտը։ Դե իր դաչան թերակղզում, այդ վերջում, մենք էլ Սևանի այդ բան Հրազդանի ելման տեղն ենք էլ, այդ Սևանի նավահանգիստն է, էլի ամենամեծը։ Իրար են տեսնում, ինչ որ ընթացքում։ Այս Քոչարյանը, ընդ որում Թմոն էլ բան է, Թամանյանի ծոռն է։ Մեր Ալեքսանդր Թամանյանի, մյուս Ալեքսանդր Թամանյանի մահապարտների, իր տղեն է։ Ու շատ լավ յախտսմեն է, սերֆինգիստ է։ Վերջը իրար տեսնում են տուդա, սա չի կորցնում բանը, էլի, առիթն ու սամթը, քաշում է Ռոբերտին, բերում է նավ։ Բերում է նավ, դե մենք ընդեղ կանգնած ենք, նոր հրապարակը պրծավ, հեսա ուր որ է, հեսա վերջացնում ենք, հեսա բան, այս Ռոբերտը սենց, լավ է, սենց, վերջում սենց, ինչքան։ Վերջը մենք էլ սենց են բանի նման, Նիկուլինի նման, սենց գլխարկը կծիկ, 10,000, քիչ էր մնում երևի ջեբից տար, ասեց եղավ, հարց չկա, так что վերջ բան, սպոնսորների թվում նաև Ռոբերտն է, էլի, վերջը, այդ ամեն ինչը բան արեցինք, վերջը սարքեցինք նավը, սարքեցինք, գնացինք, հիմա այդ գնալը այդ ճանապարհը մի հսկայական էպոպեան էր, Ստեղ շատը, ասենք ձեզ, բան չունեմ պատմելու, էլի, տենց ինչ-որ ոչ գիտական, ոչ բան, այդքան էլ չստացվեց գիտական
վերականգնությունը, որովհետև ասենք այսօր հայերից շատ քչերն են, էլի, որ արտասահմանի հայերից, որ ասենք առնչություն են ունենում կամ հետաքրքրություն են ունենում կամ ինչ, հիմնականում պարզապես որոշեցինք վերականգնում ենք հայկական Կիլիկիայի նավերի, ուրեմն վաճառականների մի քանի բաները, մարշրուտները, հա, ծովուղիները։ Ի վերջո լավ ստացվեց, մենք ճիշտ ասած սենց պոետիկ անուն դրեցինք ճանապարհորդություն 7 ծովերով, այնտեղ իհարկե 7-ից ավել էր ծովերը, բայց ի վերջո ստացվեց էլի ուրեմն հայերս մի բան աշխարհում առաջին անգամ ենք արել։ Եվրոպան իշուրջ ենք նավարկել։ Առաջին անգամ պատմության մեջ։ Հասանք Պետերբուրգ, կայմա հանեցինք, մոտորը քոքեցինք ու ջրանցքներով այդ Վոլգաներով եւ այլն հետ եկանք Սևծով։ Դե որովհետեւ ուրեմն նավի մոտորը ասեմ ձեզ, բան չի, բոլոր բաները հաշվի առած, որ դա ռեպլիկա է, դա հին նավի վերակառուցում է, դա հին ձևերով է եւ այլն, մենք օրինակ ասենք օգտագործում ենք հին աստրողաբոններ, հին բաներ, ընդ որում աստրողաբոններից մեկը հայկական էր 17-րդ դարի։ Այդ ամեն ինչը հա, բայց եթե դու ռացիա չունես, մատոր չունես, փրկանավակ չունես, ասենք մի քանի տենց մոմենտներ կան, միջազգային իրավունք ծովային չեն թողի, պարզապես չեն թողնի։ Այնպես որ այդ ամեն ինչը ունեինք, օրինակ ասենք նավահանգիստ մտնել դուրս գալը միայն մատորի տակ, որը նույնիսկ այսօրվա Արագաստանավը, հա, որը էլի շատ նենց ամենակարող բաներից կապ չունի, որովհետև կողքի, ասենք այդ բան կրուիզնի լայներները մոտավորապես Հայաստանի չափ են արժեն, կամ դաժե ավելի թանկ։ Մի հատ կպար, վсё, վերջացավ։ Այնպես որ նավահանգիստ մտնել դուրս գալը, ասենք, եթե ինչ որտեղ խարսխվում ես, խարսխվելու, այնտեղ շատ մեծ պրոբլեմ ունի գարաժային, այսպես ասած, պրոբլեմը։ Ասենք, բանա, յախտ կլուբում կամ չգիտեմ որտեղ հայտարարություններ են, հա, ասենք վաճառվում է յախտա, կարմիր ծառից, չգիտեմ, այսքան բեռնատարողությամբ, այսքան, չգիտեմ, ջրատարողությամբ, այսքան ящик շամպանսկիա մեջը դրած, ինչ ասես, բան, հա, ասենք գինը 10 միլիոն եվրո, մեկ տարվա կանգառի հետ միասին 200 միլիոն։ Այսինքն կանգնելը այնտեղ սարսափելի թանկ է։ Եվ շատ մազալու բաներ էլի կատարվում, ասենք մեկ-մեկ մեզ հարգանքով մոտենալու, այսպես ասած, եւ ոնց թե բան, կամ մեր պասոլները ինչ-որ բան էին անում, ասենք, տեղական իշխանությունների հետ, այս թարսի պես այդ հարգանքը ուրեմն ինչ-որ մեզ, օրինակ Մարսելում, կառանեցին Մարսելի հենց այն հին նավահանգստի այդ Դանտեսի բանի իվ կղզու դեմ դիմաց, բանի դեմը, քաղաքապետարանի դեմը, բայց շատ կներեք արտահայտությանս համար, ոչ ջուր, ոչ հոսանք, ոչ էլ շատ կներեք, ոչ էլ զուգարան։ Այսինքն այդ ամեն ինչի համար մենք պետք է կամ 3-4 եվրո վճարեինք մոտակա սրճարան մտնեինք, կամ պետք է գնայինք մի 15 կիլոմետր կողմ, չգիտեմ որտեղ, որտեղ դա շատ պատվավոր, բայց շատ բան տեղ է։ Իսկ հակառակը կարող է քեզ այդ 15 կիլոմետր հեռու տանեն ինչ-որ մի հատ յախտ կլուբ, որտեղ հենց մոտեցար, այստեղ շտեպսելն է, այստեղ բանն է, ջրի կրանտն է, այստեղ էնել զուգարանը։ Հետաքրքիր բաներից մեկը ձեզ պատմեմ, առաջին, այն ժամանակ այդպես էր, 2-3-4 թիվներ, որ գնացել էինք։ Առաջին բանը, որ նավը մոտենում է ծովից ափ, առաջին բանը, որ քեզ հարցնում են, ոչ պասպորտը, ոչ բանը, նու ասենք դրոշը, հա, պարզա, կախացա, պարզա, հա, ու ինչ նավա եւ այլն։ Ոչ մի բան։ Ծովից ես մոտեցել, դե բնականաբար նախնապես խոսացել ես հետը բան, 5 օր ծովում էիր կամ մի շաբաթ ծովը, աղբտուրա։ Առաջին հարցը, աղբտուրա։ Եթե դու համապատասխան քանակի աղբ հանում ես, մոտեցնում են, մի անգամից մոտեցնում են աղբարկները։ Առաջին հարցը դա է։
Դրանից հետո արդեն паспорт կոնտրոլ, չգիտեմ ինչ, Բայց մեկա, այդ անտեր խաղաղ օվկիանոսի այդ հսկայական պիտնոն, որ Եվրոպայից մեծ է։ Եվրոպայից մեծ է։ Բա իհարկե։ Այդ յախտաներից, մեզանից, ասենք, հա, մի քիչ ավելի մեծոտ նավերից, այդ կրուիզնի նավը չեմ կարծում, որ կամ էլ ասենք ամբողջ այդ 7-8 հարկանի նավը 3 հատ տոպրակա տալիս է, ասում է, էս է իմ աղբը։ Բացի այդ, որ ասեց նավը անցել է, այսօր չի անցել, հա, մի քանի տենց բաներ պատմեմ ձեզ։ Վանաձորի կողքով անցնում ենք, ինչ որ գյուղերից մեկի կողքով ենք անցնում, մի հատ տատիկ հարցնում է, էս ինչ է։ Դե մենք էլ մի քիչ հələ ջահել ենք, մի քիչ հələ ոգևորված ենք, սկսում ենք բացատրել, էս ինչ է։ Բա տատիկ ջան, էս նավ մենք սարքել ենք, բան ենք արել, հայկական ու դա սա էս ուշադիր լսում էր։ Թոշակները բա երբ եք տալու։ Իսկ վերջին գյուղը Գոգավանը вообще տվեց անցավ, սենց էլի սենց նայեց, ասեց չի արցնում ինչա։ Ասեց էս ուր եք տանում։ Վրաստան, Գոգավանից էլ ուր պետք է տանեք։ Ասում ենք Վրաստան, տարեք, էդ էլ տարեք։ Այդ այնս բաներ։ Մոտավորապես այսքանն է երևի ուզում պատմեի, որովհետև կարող է էլի շատ բաներ կա, բայց ոչ ուզում եմ ձեր խելքը տանեմ, ոչ էլ երևի ոչ էլ հիշում եմ կարող։ Եթե հարցեր ունեք, խնդրեմ։ Ճիշտ էինք սարքել, փաստորեն, մենք այ Կարենի ամենամեծ բանը ձեռք բերումը այն էր, որ ինքը ինժեներապես իդեալական էր մոտեցել հարցին, էլի, գծագիրը իդեալական էր, փաստորեն, մենք էլ դե աշխատում էինք բնականաբար նորմալ բան անելով, որովհետև գիտեինք կյանքը մեր դրանից է կախված լինելու։ Ինքը շատ նորմալ ճիշտ իրան պահեց նավը բաներ կան էլի, ասենք մասնագիտորեն այսպիսի բաներ կան, ասենք ալիքի վրա ինքը ճիշտ է իրան պահում, թե չէ, քամուն մաքսիմալ ճիշտ անկյունով է գնում, թե չէ, եւ այլն, մի քանի տենց պարամետրներով ինքը փաստորեն լավ էր սարքվել, ճիշտ էր սարքվել։ Հա, իհարկե։ Սկանչելի ներկայացում էր։ Շնորհակալ։ Երեք հարցում ունիմ, Արաքաստի Գերբասի ընդրությունը ցերակիրներու հիման վրա։ Նկարի։ Չէ, բանը Արաքաստի Գերբասը։ Կտորը, նյութը, հա, էլի բաներ, կտավ, կոպիտ կտավ, միջնադարյան մի քիչ ավելի նորագույն ժամանակների, բայց միակն էր, թե ոչ։ Չէ, կարած էր, հեսա, տեսեք, այս իրա կարերն է։ Իսկ եթե բադահեր, որ ջղվի կամ վնասվի։ Ծովային կարեր։ Էդ էլ էր հարցական, կարողա և ճղվեր, օրինակ ղեկերը մենք սարքեցինք սխալ, ի սկզբանե, մենք սարքեցինք մի գերանից և ջարդվեց, առաջին հենց շտորմի ժամանակ ջարդվեց, հաջորդ ղեկերը սարքելուց մենք արդեն ուրեմն բան էինք վերցրել, խողովակ էինք վերցրել, ալումինե, վրան փայտ ենք հավաքել, ու ինքը ավելի թեթև կոնստրուկցիա էր ու ավելի ճիշտ պահեց իրան։ Գառուցել են վերջը Սևանի նախքան Փաթլով ելները, փորձի շրջանը Սևան, որքան ժամանակ։ Մի տարի, մեկ սեզոն, 2002-ին Սևանում անցկացրեցինք ու 3-ից հետո, չէ, 2001-ին Սևան, 2-3-4 թվերին, 3 տարի, 4 ամիս, ամեն մի տարին, էլի, իրա սեզոնը։ Նախքան որևէ նավանքից մոդենալը նախաբես հրաման
Անպայման։ Պետք է առնել։ Անպայման պետք է կապնվես, ասես ով ես, որտեղից ես գալիս, խնդրես կարանելու տեղ։ Իսկ փրկարար նավակներ քանի հատ ունեիք։ 4 հատ։ 4 հատ նավակ։ Իրանք բան են հեչ նավակի նման չեն։ Բան են, այսպես տակառիկի նման սպիտակ պլաստմասե sense բաներ են, էլի։ Չգիտեմ, չենք փորձարկել Փառք Աստծո։ Կնոպկա ունեին, որ սխվում ես, պետք է բացվի նավակ դառնա, բայց չփորձարկեցինք։ Շնորհակալ։ Պետք չեկավ, հա։ Շնորհակալություն։ Ունենք էլի հարցեր։ Ես հարցեր ունեմ։ Լարյան ունի։ Ես մի քանի փոքր ուղակի երևի մի բառով պատասխանելու հարցեր։ Արագաստը հայկական է կոչվում, դա Եռանկյունի Արագաստը։ Չէ, դժբախտաբար։ Արագաստը լատինական է կոչվում, որովհետև առաջինը այս Արագաստը սկսեցին վենետիկցիները օգտագործել 13-րդ դարում մոտավորապես։ Դե վենետիկցիներ, լատինացիներ, լատինական։ Բայց օրինակ ասենք արաբները 9-րդ, 8-րդ դարից օգտագործում էին եռանկյունի Արագաստ, բայց այս եռանկյունի ձևի չէ։ Հա։ Ասենք իրանք օգտագործում էին այս ձևի։ Մի կողմը ուղիղ, հա։ Այսինքն մեր կարծիքով մենք եկանք այն եզրակացության, որ դա փաստորեն նույն պատճառը ունի, լատինական կոչվել է իրա, նույն պատճառը ունի, ինչ պատճառով օրինակ Կոլումբոսն է հայտնաբերել Ամերիկան, կամ Ամերիկա է կոչվում, աշխարհագրական բաներից մեկն է, էլի, սխալներից մեկն է, որովհետև ասենք արաբները իրենց անունը ունեն, մալայացիները կամ թայլանդցիները իրենց անունը ունեն, Օվկիանիայի ժողովուրդը իրենց անունը ունի ու էլի եռանկյունի արագաստներ են օգտագործել։ Այնպես որ ինձ թվում է այդ պարզապես բան է, էլի, տրադիցիա է լատինական անվանելը։ Հաջորդը, ուրեմն դուք նշեցիք քամիները։ Հա։ Մեզ մոտ պահպանվել են քամիների անուններ։ Սևանում մենք 2-3 քամու անունը ճարել ենք։ Իսկ Վանալճում էլ, եթե չեմ սխալվում, 2 հատն էլ Վանալճում ենք ճարել, հա, պահպանված ունենք։ Ու Սևանին օրինակ հիմնականում այդ քամիները բանով են կոչվում, կամ ձորերով, կամ բնակավայրերով, որտեղից որ փչում են։ կամ Օրինակ, չէ, աշխարհի կողմերով մենք չգտանք ամենայն դեպս, հայերի մոտ չգտանք։ Ասենք հյուսիսային քամի կամ տես բան չգտանք։ Օրինակ Սևանում կա ծովագյուղի քամի, կա մազրայի քամի, մասրիկի քամի, հա, կա քյավառի քամի, բաներով են, տեղանուններով են կամ ձորանուններով, էլի, նույնն էլ Վանում։ Բարի, եւ այսպեսի մի հարց։ Մեխերը դուք ասացիք, որ պղնձե գամեր են։ Իսկ այ շատ հնում փայտից կարող էին դա անել ամրակներ որպես։ Բնականաբար, երևի թե ի սկզբանե փայտից էին։ Հա։ Դե պարզապես հա, էլի քարե դարում կամ այն ժամանակ, երբ որ փորում էին այդ նավը, հա, փորում էին քարե կացնով։ Երևի թե այդ ժամանակ բանից, բայց երբ որ արդեն երկաթի գաղափարին եկավ մարդը, այլոց թվում ինքը նաև երևի թե եկավ այն եզրակացությանը, որ նավաշինության մեջ ավելի լավ է նայած տեղ, օրինակ ասենք տեղ կա պղինձ են օգտագործում, տեղ կա ինչ-որ ուրիշ ձուլվածքներ, բայց երկաթից շատերը հրաժարվեցին, շուտ հրաժարվեցին բավական, որովհետև երկաթը բան է անում, համ ինքնաժանգոտում, համ փայտին է փդացնում, իսկ պղինձը ոչ ինքնաժանգոտվում, ոչ էլ փայտն է փչանում։ Մենք քանի որ դուք էլ շատ պատմեցիք, թե հայերը ինչպիսի կարևոր դեր են ունեցել ծովագնացության մեջ, մենք կարող ենք մի քիչ այսպես համարձակություն ունենալ եւ ասել, որ ծովի ժողովուրդ ասվածը հենց մենք ենք։ Բնականաբար, որովհետեւ ես չգիտեմ, անցած անգամ կարծեմ նույնիսկ ձեզ ասել եմ, Մալացիայի տակ մենք ունենք Հիքսոս գյուղ։ Մինչև հիմա։
Այդ պարզապես ունենք։ Ոնց որ Նիբիրու գյուղեր ունենք, միջին, վերին եւ ներքին։ Ոնց որ չգիտեմ ինչ ունենք, էդ էլ ունենք։ Եվ բնականաբար ծովի ժողովուրդներ Եգիպտոս ծովից այդ ժամանակ կարող էին գալ միայն հին Հունաստանը կամ հին Փոքր Ասիան։ Իսկ հին Փոքր Ասիան դա Կիլիկիան է, իսկ Կիլիկիան դա Հայաստանն է, իսկ ով որ ասում է որ Տիգրան Մեծն է հայերին տարել Կիլիկիան, մեծ գթալով ուտում է։ Կներեք։ Արտահայտությունս ֆրանսերենից համար կներեք։ Այդքանը շատ շնորհակալ եմ։ Դժբախտաբար, այո, հիմա, դժբախտաբար այդ ճիշտ ասեցիր, մենք շատ ենք խոսում հայերի ինչ որտեղ, ինչ որ պարագաներում, ինչ որ աշխարհներում հսկայական լումա ներդրման մասին, բայց այդ ամեն ինչը անցյալում ենք խոսում, ներկա չունենք։ Դուք ասացիք, որ Հավայան կղզիների հին անունը հայկական կղզիներ էր, իսկ ինչ պատմության հետ է դա կապված։ Դա իսպանական արխիվներում ցակուցրիվ 2-3 հատ հիշատակում է, հավանաբար վաճառականության բաների հետ կապված, ծովուղիների հետ կապված, որովհետև այդ ժամանակ համ Ճապոնիա, համ Չինաստան, համ Ֆիլիպիններ, բոլոր ծովուղիները հայերը 50-ից ոչ պակաս տոկոս ունեին ծանրաբեռնվածության մեջ, այլոց թվում Հավայան կղզիներում եւ իսպանացիների մոտ, դե իսպանացիներն էլ հոլանդացիների հետ միասին այդ տարածաշրջանի փաստորեն այդ ժամանակվա քրոնոգրաֆիկ իրանք էին, էլի պատմություն գրողը։ Ուղղակի այտենց 2-3 տեղեկություն կա իրանց արխիվներում, առանց բացատրության ինչու, առանց բացատրության, թե ով է դրել այդ անունը եւ այլն եւ այլն։ Միայն կարելի է ողջել, որ խոսքը գնում է Հավայան կղզիների մասին։ Շնորհակալություն։ Ինձ էլ է թվում, որովհետեւ տեսեք, ասենք ես այդքան չեմ խորացել ազգագրական կապերի կամ պատմական հայկական ուրեմն արտագնապ կապերի հետ, բայց օրինակ գիտեմ մի բան, ոնց որ հայերենում Չինաստան եւ Չնաշխարհիկ, հա, Չնաշխարհիկը, որը ի սկզբանե նշանակում էր պարզապես Չինաստանից, հետո սկսեց նշանակել նրբագեղ, սիրուն, գեղեցիկ եւ այլն։ Նույն ձևի ես որքան գիտեմ, չինարեն Հայաստան երոգլիֆների ուրեմն բանը, կոմպլեքսը կարդացվում է Հայաստանի նրբագույն աղջիկ կամ Ասիայի նրբագույն աղջիկ կամ Ասիայի գեղեցկագույն աղջիկ, հա, գեղեցկուհի։ Էնպես որ դա չէր կարա 13-րդ դարում ծնվեր, դա մթա ծնված պատմություն է, էլի։ Հա, շնորհակալություն հետաքրքիր բանախոսության համար։ Հարցս կարող է պարզ լինի, այնց գիտելիքներ շատ չունեմ, էլի։ Հարցս երկու ուղղությամբ է։ Ոնց էին անում հին հայերը ու դուք ոնց էիք անում, էլի։ Օրինակ Արիենցիրը բաց ծովում ոնց են բռնում, էլի։ Օրինակ A կետից B կետ պետքա գնալ, ոնց եք հասկանում ինչ ուղղություն բռնել, ոնց էին անում հին հայերը ու ոնց եք հասկանում ճիշտ եք գնում, թե չէ, էլի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք էլ վերականգնելու թեմաներից մեկը եւ վերականգնելու ուղղություններից մեկը նաեւ դա էր։ Ես ասացի, որ ուրեմն մոտարապես 16-րդ դարից մենք սկսեցինք ունենալ հայերս, սկսեցինք ունենալ աստղագիտական եւ աստղաչափական գործիքներ, աստրողաբոններ, սեկտանտներ եւ այլն եւ այլն։ Մենք օգտագործում էինք համ արաբականները, որոնք որ այդ ժամանակ շատ տարածված էին, եւ մենք կարիք չունեինք դրանց եվրոպական լեզուներով թարգմանելու։ Մենք օգտագործում էինք արաբական հենց բնօրինակները։ Եվ որ օգտագործում ենք նաև հայերենները, որ օրինակ Ղուկաս Վանանդեցին, առաջին հայկական քարտեզի տպագրած քարտեզի հեղինակը, ինքը նաև ունի աստրոաբոն սարքած, ինքը հեղինակություն ունի, նաև հայատար բաները, աստղագիտական գործիքները։ Դրանք հիմնականում միջնադարում եւ ցայսօր էլ իմիջայլոց այդ GPS, MPS-ներին ես անձամբ այդքան էլ չեմ վստահում, այդքան էլ չեմ հավատում։ Եթե դու սամթը գիտես եւ այդ գործիքի աշխատելու ձևը գիտես, դա շատ պարզ է, շատ հեշտ է եւ շատ ճշմարիտ իր ցուցումները։
չափում ես համապատասխան անկյունները, ասենք աստղի, արևի, լուսնի, որևէ օրինցերի ափի վրա, եթե երևում է ափը։ Եվ ըստ այդմ հաշվարկում ես քո կուրսը քարտեզի վրա։ Քարտեզները դժբախտաբար չեմ կարող ասել, որ հայերը ինչ-որ առաջադեմ ինչ-որ բաներ ունեին, մենք հիմա օգտագործում էինք ժամանակակից ծովային քարտեզներ, ռուսական, գերմանական եւ այլն։ Հայերը ժամանակին օգտագործում էին հիմնականում էլի ոչ հայկական, հոլանդական, իսպանական եւ այլ քարտեզներ, 1695 թիվներ, 17-րդ դարի վերջից նաև իրանք սկսեցին քարտեզներ հրատարակել, ահագին լավ քարտեզներ եւ օգտակար քարտեզներ հրատարակեցին, հիմնականում Վենետիկում էր դրա կենտրոնը տպագրման եւ տարածման, չնայած ոչ որ Փարիզը, Ամստերդամը շատ տեղերում եւ օգտագործում էին դրանք։ Բնականաբար, ասենք, գալով դեպի այսօր, այդ քարտեզները ավելի ճշմարիտ են, ավելի հեշտ ու ավելի ճշգրիտ կարող ես հաշվարկել քո ուղին։ Բայց հիմնականում այդ նույն բանը, այսպես ասեմ, աստղաչափական գործոններով, անկյուն, համապատասխան, օրինակ, ասենք, մի շատ պարզ բան կա հյուսիսային կիսագնդի համար։ Գտնում ես փոքր բանը, փոքր արջը, փոքր արջի ծայրի երկու աստղերից 5 անգամ գնում ես, բանն է, բևեռաստղն է, իսկ դա հյուսիս է։ Ու օրինակ, դա, ասենք, բաներից մեկն է, որ անտառում օրինակ բանը, մամուրը հյուսիսային կողմից է հաճում, չէ, այդ հենց մոտարապես բաներ։ Հա, այն մուլտիկի նման։ Կա, մեր մոտ է, չէ, բնօրինակը չէ իհարկե, կոպիան։ Հա, բնօրինակը բանի քարտեզի էլ չկա, քարտեզի բնօրինակն էլ։ Բայց գործիքի բնօրինակը եղել է։ Երևի, իհարկե։ Համբարձումենստանն է եղել, հետո կորել է։ Հա, քարտեզի բնօրինակներից մեկը Վալեսյանի կաբինետում էր բանում, պլանի գլխում, ընկերությունում։ Հիմա, չգիտեմ ինչ, նոոսֆերայի, չգիտեմ ինչա, այնտեղ հիմնար կա։ Ես ճիշտ ասած մի 20 տարի չեմ եղել պրոստը այդ շենքում, չեմ կարող ասել պահպանվել է թե չէ։ Բայց այդ 5 հատ օրինակներից էր, մեկն էր, միակն էր, որ Հայաստանում էր։ Վենետիկում կա, Վենետիկում փառք Աստծո կա, տեսել ենք, պահպանվում է եւ այլն։ Հա, իսկ աստղաբոնը բնօրինակը չկա։ Ես Թորնիկին եմ ճանաչում, Համբարձումյանի Աննան մեր դասարանցի էր, մենք դասարանցի էինք։ Ինքը պատմում էր ժամանակին, որ ասենք կորել է, էլի, չկա։ Այսինքն դա նորվա բան չի, էլի։ 90-ականների սկզբի բան է։ Զորի Բալայանը որ թվին միացավ ձեզ։ Այդ թվին, երբ որ այդ Կիլիկայի գարեջրի 50-ամյակն էինք նշում հրապարակում, ինքը պատահաբար եկավ, մոտեցավ, ծանոթացավ, ասեց, որ հրճված է ու ասեց, որ ինքը գալիս է։ Տղեր ջան, ին վրա կարող եք հույս դնել։ Կարող եմ ասել, ազնվորեն եթե խոսենք, այսպես ասած, ծուրը նստած դուզը խոսած, առանց իրան ճամփորդությունը չէր կատարվի, ֆիզիկապես, փողային տեսանկյունից, մատերիալների տեսանկյունից և փողերի տեսանկյունից, այնպես որ ինքը, հա, ինքը գնացել էր, չէ, Սենկևիչի հետ չէր, չեմ հիշում ում հետ են գետերով, որ գնացել է Կամչատկայից բանից, հա, գինեկոլոգ աշխատած ժամանակը հատվածն է։ Այդ ուղարկեր Զորի Բալյանին ձեզ մոտ։ Ախ են դու Շատ շնորհակալություն, բայց մի բան էլ պետք է ասել, լավ հիշեցրեցիր, գինեկոլոգ ասեցիր, իմիջայլոց էդ էլ բան, թեմայի հետ այդքան էլ առնչությունը, նավագնացություն և նավիգացիա բառերը, նավ կաց, նավագնացություն, նավ կաց, վсё։ 95
թվականին Մոսկվայում միասին զրույց էինք անում, այդ Հա։ Կիլիկիայի նավերի պատմությունն էինք իրար հետ Հա։ քննարկում ու Եկավ Հայաստան, տեսավ, որ կանգնացա նավը։ Բայց այդ ուրեմն տես, իսկ ես իմ ականջով լսել եմ Ամստերդամում աղբարների երեխեքը, ասենք 17 տարեկան տղերք էին, իրար հետ խոսում էին։ Այս նավը զորիի գծագրերով գծած է եւ տղաները սարքած են։ Դե որովհետեւ զորին տենց, զորին, ասենք գիրքը բացում ես, իրա 4 հատորակ Կիլիկիա է գրել։ Ես Կիլիկիա նավում, ես Կիլիկիա նավի տակ, ես Կիլիկիա նավի հետ, ես ընդ որում թեման կապ չունի, Վազգեն Սարգսյանի 50-ամյակին գրել է։ Ես Վազգենին երբ որ տեսա, ես Վազգենին ասեցի, ես Վազգենի կողքը նստած, ես Վազգենի մոտ այդ Զորի Բալայանն է, բայց ասում եմ, ինքը հարցերը լուծում էր այսպես, Մարգարյան Անդրանիկին զանգում էր, ասում էր, ինձ էսա պետք, վաղը այսօր մի ժամից էլ լինի, всё, ու լինում էր։ Ինչպես հարմար է։ Ձեզ շնորհակալություն։